Եվ այսօր 5-րդ դասն է մարդաբանություն առարկայի, որը վերնագրել եմ այսպես մեղքը և մեղքի հետևանքները։ Այսօր խոսելու ենք մեղքի մասին։ Ես գիտեմ, որ մարդիկ կան մեղքի մասին չեն սիրում ոչ խոսել, ոչ լսել, բայց Աստվածաշունչը մեզ փոխանցում է ճշմարտությունը, եւ եթե մենք ուզում ենք ճշմարտությունը ընդունել, ճշմարտությունը նա է, որ Աստվածաշնչի մեջ ուսուցիչները, սկսած Տեր Հիսուսից, առաքյալները, թե հին կտակարանում գրվածքները, թե նոր կտակարանը, որ ես նշեցի, Տեր Հիսուսը եւ իր աշակերտները մեծ տեղ էին հատկացնում մեղքի մասին ճշմարտությունը ժողովրդին փոխանցելուն եւ նաեւ մեղքի հանդեպ վերաբերմունքը, Աստվածահաճո վերաբերմունքը, թե ինչպիսին պիտի լինի, այդ ուսուցումները փոխանցելուն։ Եվ ուզում եմ հենց ամենասկզբից հասկանանք նախ ինչ է մեղքը, որովհետեւ մեղք ասելով տարբեր մարդիկ տարբեր բաներ են պատկերացնում, մենք փորձենք հասկանալ ինչ է մեղքը Աստվածաշնչի ուսուցանած իմաստով։ Եվ Տեր Հիսուսի խոսքերը Մարկոսի ավետարան 7-րդ գլխում, Մարկոս 7-րդ գլուխ 21-ից 23 հատվածում Տերը ասում էր, որովհետև մարդկանց սրտի միջից են դուրս գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիճություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն, այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս եւ պղծում մարդուն։ Ահա թվարկում, իհարկե մեղքի թվարկումը կարելի է շատ երկար շարունակել, բայց Տեր Հիսուսը ինչ էր սովորեցնում այստեղ, որ մեղքը ինքը չարիք է եւ ասում էր մեղքը, այս թվարկվածները, սրանք չարիքներ են, որ մարդու ներսից դուրս են գալիս։ Մեղքի հիմքում ապստամբությունն է Աստծո դեմ։ Եթե մենք ուզում ենք հասկանանք ինչ է մեղքը, մենք պիտի հասկանանք ինչ է Աստծո կամքը։ Այն ամենը, ինչ հակառակ է Աստծո կամքին, դա հենց մեղքն է։ Ինչու է ապստամբություն, որովհետև մեղքը ծիրող մարդը կարծես Աստծուն ասում է, ես չեմ ուզում քո ասածով ապրեմ, ես ուզում եմ իմ պատկերացրածով ապրեմ, ես ուզում եմ իմ ցանկությունը կատարեմ, ես ուզում եմ իմ կամքը կատարեմ, ոչ թե քո կամքը։ Եվ սա, երբ որ իշխանության տակ լինողը իշխանություն ունեցողին ասում է, ես քո ասածը չեմ անելու, ես իմ ուզածն եմ անելու, սա կոչվում է ապստամբություն։ Եվ քանի որ Աստված արարիչն է եւ ինքը իշխանություն ունի ամբողջ արարչագործության վրա, մարդը լինելով արարչագործության մի մասնիկ, ասում է մեղք գործելով, ասում է հետեւյալը. ես չեմ ուզում քո ասածով ապրեմ, ես ուզում եմ իմ ուզածով ապրեմ։ Եվ ահա մեղքի հիմքում ապստամբությունն է։ Եսայիա մարգարեություն 39, ուրեմն Եսայիա մարգարեություն 39, քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը։ Ահա մեղքի հիմքում այն վերաբերմունքն է, որը ունի մարդը Աստծո ուսուցումների հանդեպ։ Աստված ասում է, այսպես կանես եւ այսպես չանես, ընդ որում շատերը մտածում են, որ դա օրենք է, եթե այսպիսի բաներ եք, եթե պատվիրան եք սովորեցնում, ապա օրենքն եք սովորեցնում։ Տեր Հիսուսը ինչ էր փոխանցում, ամբողջ ուսուցումը, այսպես կանեք եւ այսպես չանեք։ Անկամ Մովսեսի օրենքի մասին խոսելով ասում էր, լսել եք, որ օրինակ շնության մասին էր խոսում կամ սպանության մասին էր խոսում, լսել եք Մովսեսի պատվիրանը։ Ես ձեզ ասեմ, եթե անգամ մտքով ցանկացար կամ մտքով ատեցիր, սրտով ատեցիր մեկին, առաջին դեպքում շնության մեղքներ, երկրորդ դեպքում սպանության մեղքներ։ Եվ Տեր Հիսուսը սովորեցնում էր, այսպես անեք Աստծուն հաճելի է, այսպես անեք Աստծու բարկությունը կգա ձեզ վրա։ Եվ Տեր Հիսուսը պատվիրաններ ուներ։
Եվ այն մարդիկ, ովքեր ասում են մենք շնորհքի տակ ենք, մենք պատվիրան չենք պահում, ճիշտ Հուդա առաքյալի ասած նա, որ շնորհքը իրենց համար անառակության ծածկոց են դարձրել եւ հիմնականում այսպիսի եկեղեցիները եւ այսպիսի մոլորեցնող քարոզիչները, որոնք շնորհքի ծածկոցի տակ այսպիսի մեղքի ազատություն են տալիս, իրենք չեն սիրում աստվածավախություն, սրբություն բառերը, երբեք իրենց մոտ չես տեսնի սրանք, նաև մեղքի մասին, ասում են մեղքի մասին եկեղեցում մի խոսացեք, որքան էր Տեր Հիսուսը ուսուցանում դրա մասին, որքան էր Պողոս առաքյալը ուսուցանում դրա մասին, Եբրայեցիների թղթում, Պետրոս առաքյալի մոտ, Հակոբոսի մոտ, բոլորը նոր կտակարանը զգուշացում է, որ մենք հասկանանք ինչ է մեղքը եւ մեղքից հեռու ապրենք, մեղքից հեռանալու Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է Աստված ճանաչում է իրենների վրա այս կնիքը կա 2 Տիմոթեոս 2:19-ն է դա, որ անիրավությունից հեռանա յուրաքանչյուր ոք, որ Աստծո, որ Քրիստոսի անունն է կանչում։ Ահա ցավոք սրտի այսօր հոգևոր դաշտը լցված է այնպիսի ծառայողները, որոնք Տիրոջը չեն պատկանում, չեն սովորեցնում անիրավությունից հեռանալ եւ մի բան էլ դեմ են խոսում սրբության քարոզությանը։ Ինչ է մեղքը, սիրելիներ։ Մեղքը Եփեսացիս 2-րդ գլխում, Եփեսացիս 2-ի առաջին 3 խոսքերը կարդանք. Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ, նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով եւ էության բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Շատ հստակ Եփեսացիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է մեղքը նա է, որ դու ապրում ես ըստ քո մտքի ու մարմնի ցանկությունների, որը համահունչ է սատանայի ուսուցումների հետ, սատանայի կամքի հետ։ Այսինքն Աստծո կամքին ասում ենք ոչ, մեր կամքին ասում ենք այո։ Ահա մեղքը։ Իհարկե լինում է, որ մեր կամքն ու Աստծո կամքը համընկնում են, այսինքն մեր կամքը սկզբունքային է, նա չի, որ մեր կամքով ենք ապրում, չէ, մենք պիտի քննենք, եթե ես սա ուզում եմ, սա Աստծո կամքի մեջ է, թե Աստծո կամքին հակառակ։ Եթե Աստծո կամքին հակառակ է իմ ցանկությունը, ուրեմն դա մեղք է։ Ահա թե ինչ է մեղքը։ Մեղք բառը բնագրում տարբեր հոմանիշներ ունի, դրանցից մեկը նշանակում է վրիպել թիրախից, նշանակետից վրիպել։ Եվ կարծես ձախողվել։ Եվ այն մարդը, ով իր կյանքում չի ճանաչում Աստծո կամքը, կամ ճանաչում է, բայց իր կամքը ավելի վերադնում, քան Աստծո կամքը, ահա ինքը վրիպում է, ինքը սայթակում է, ինքը ընկնում է եւ եթե չապաշխարի, եթե չշտկի իրավիճակը, դրա վերջը մենք ունենք ենթավերնագիր մեղքի հետևանքները շատ անմխիթար են լինելու։ Եկեք եւս մեկ հատված կարդանք Աստվածաշնչից նոր կտակարանը Հռոմեացիս 14-րդ գլխում 23-րդ խոսքում մեզ ասում է, վերջին խոսքն եմ կարդում, ամեն բան, որ հավատքից չէ, մեղք է։ Ամեն բան, որ հավատքից չէ, մեղք է։ Ասա է սովորեցնում Աստվածաշունչը մեզ։ Այսինքն, մենք գիտենք Հռոմեացիս 10:17-ում գրված է, որ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Ամեն բան, որ հավատքից չէ, մեղք է։ Այսինքն, ամեն բան, որ Աստծո խոսքին համահունչ չէ, այլ հակառակ է Աստծո խոսքին, սա մեղք է։ Դրանք կարող են լինել այսպիսի մեղքեր, ինչպիսիք են թվարկվածները, որ կարդացինք, այսպես ծանր մեղքեր, դրանք կարող են լինել
մարդիկ են այդպես որակում թեթև մեղքեր, ընդունելի մեղքեր, ճակերտավոր կամ մեղքեր, որոնք բոլորն են գործում։ Հիմա ինչ մեղք ուզում ես դիր անունը, ծանր մեղք, թեթև մեղք, բոլորի գործած մեղքը, ուրիշների պես մեղք չեմ գործում, ինչ ուզում ես դիր, եթե կա մեղք, Աստվածաշունչը ասում է մեղքի հատուցումը կամ մեղքի վարձքը մահն է։ Ահա մի ցավալի ճշմարտություն, որ մենք պիտի հասկանանք, որ մեղքի մեջ մահ կա։ Այսինքն ապստամբությունը ինքը պատիժ է ենթադրում։ Եթե մարդը կանգնում է ու ասում է Աստծուն, ես գիտեմ, որ սխալ եմ անում, ես շատ եմ ուզում անել այս սխալը, որովհետև բոլորն են անում, կամ որովհետև ես եմ ուզում, կամ որովհետև ես ուրիշների պես հոյեն մեծ սխալներից չեմ անում, գիտեմ, որ սխալ եմ անում, բայց պիտի անեմ, ինքը կարծես մահվան հետ խաղա, որովհետև մեղքի մեջ, ցանկացած մեղքի մեջ մահ կա։ Որպեսզի մենք հասկանանք ինչ է մեղքը, մենք պիտի հասկանանք ինչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը ծնում է հավատք, հավատքը բերում է հնազանդություն։ Մյուս կողմից այս օդի իշխանը կամ այս աշխարհի աստվածը փոքրատառով սատանան մոլորեցնում է մարդկանց։ Համոզում է, որ իրանք չհավատան Աստվածաշնչի ճշմարտությանը։ Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն է եւ Քրիստոսի խոսքերը կյանք են բերում մարդուն։ Կյանք այստեղ այս երկրի վրա եւ կյանք այս երկրային կյանքից հետո, որ կոչվում է հավիտենական կյանք։ Սատանան գործում է հակառակ ուղղությամբ, սուտ, որը բերում է անհավատության կամ մոլորության, սուտ բաների ես հավատում եւ տանում է քեզ անհնազանդության։ Ինչպես ինքը անհնազանդ գտնվեց Աստծուն եւ ապստամբեց, այնպես իր բնույթը ուզում է փոխանցի մարդկանց։ Հռոմեացիս 1:18 խոսքում գրված է, որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Աստված բարկանում է, երբ որ մարդիկ ճշմարտությունը ճնշում են։ Ինչպես են ճնշում։ Ինչպես կարող է մարդը ճշմարտությունը ճնշել անիրավությամբ։ Շատ պարզ, հենց դա մեղքն է, երբ որ մարդը ապրում է մեղքի կյանքով եւ փորձում է արդարացնել իր մեղքը։ Ինքը չի ընդունում։ Ես համոզված եմ, որ գիտեք, աշխարհում կան աթեիստներ, որ ասում են մենք Աստծուն չենք հավատում։ Ես համոզված եմ, որ նրանց մեծամասնությունը հավատում է Աստծուն։ Ուղղակի, եթե բերանով ասի, որ հավատում է, դրանից հետո պիտի տրամաբանական եզրահանգում լինի, եթե Աստծուն հավատում ես, իր խոսքով ապրի։ Բայց քանի որ իրանք մեղքը սիրում են, չեն ուզում այն կյանքով ապրեն, որ Աստված է ասում, իրանք իրենց անիրավությամբ ճնշում են ճշմարտությունը։ Եվ եւս մեկ դեպք ասեմ, մենակ աթեիստները չէ, նաեւ մոլորեցնողները։ Օրինակ կան այսպիսի ծուռ վարդապետություններ, չէ՞, օրինակ կեղծ շնորհքի վարդապետություն կամ հիպերշնորհքի վարդապետություն։ Մարդիկ սիրում են մեղքը, ուզում են մեղքի կյանքով ապրել, համել եկեղեցի գալ, համել քարոզիչ լինել, համել հովիվ լինել։ Դրա համար քարոզում են, որ մենք շնորհքի տակ ենք, ինչ պատվիրան պահել։ Այդպիսի իմիջիալոց շատ են այս վարդապետության զոհերը, որոնք ասում են, մենք սրբության կյանքով էինք ապրում, հետո ծանոթացանք այս կեղծ շնորհքի վարդապետությանը, իհարկե կեղծ չի գրած է շնորհքի վարդապետություն, բայց ինչու է կեղծ շնորհք, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ շնորհքը, Աստծո իրական շնորհքը, շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Բայց այս կեղծ շնորհքը մարդկանց արդարությունից տանում է դեպի մեղք։ Փափուկ բարձ է դնում, ասում է շատ մի անհանգստացի, որ մեղք գործես, դու շնորհքի տակ ես։ Դրա համար այս մարդիկ Աստծո բարկությունը այսպիսի մարդկանց վրա է գալի, որոնք ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։
իմաստը սա է, մեր պատկերացումները ոչ թե Քրիստոսի պատկերացումները, կամ մեր կամքը, մեր ցանկությունները ոչ թե Աստծո կամքը։ Տեր Հիսուսը Մատթեոս 7:21-ում ասում էր. ոչ թե ինձ Տեր ասողները կմտնեն երկնքի արքայություն, այլ իմ Հոր կամքը կատարողները։ Առաջին Կորինթացիս 6-րդ գլխի 9-11 խոսքերում կարդում ենք. կամ չգիտեք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Մի խաբվեք։ Ես որ ասում եմ մի խաբվեք, նշանակում է Պողոս առաքյալի ժամանակ վտանգ կար։ Մարդիկ կային, որ ուրիշ ուսուցում էին փոխանցում։ Վտանգ կար խաբվելու, որովհետև մարդիկ մտածում էին, որ եթե մենք ապաշխարության աղոթք ասել ենք, եթե մենք եկեղեցի ենք գալիս, եթե մենք, չգիտեմ, 10-րդ ենք տալիս, եթե մենք բարեգործություն ենք անում, եթե մենք ծառայում ենք Աստծուն, մարդ ենք բերում եկեղեցի, մենք ո՞նց կարողա չփրկվենք։ Եվ Պողոս առաքյալն ասում է՝ մի խաբվեք, ոչ բորնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իքացողները, ոչ արվամոլները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ հարբեցողները, ոչ զրպարտողները, ոչ էլ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Այն բոլոր մարդիկ, որ թեկուզ արտաքինից աստվածապաշտության փարիսեցիների պես աստվածապաշտության կանոնները պահում են, օրինակ վերցնեմ այստեղ այս ցուցակից մի հատ մեղք, ագահ են, գրվածա չխաբվես, եթե դու ագահ ես, եթե ագահ մարդ է, եսակենտրոն մարդն է, ինքը կարա դիմացինին տրորի, որ շահ ունենա այդտեղից, ինքը չի բավարարվում իր ունեցածով, միշտ ավելին է ուզում եւ երկրային բաներն է ուզում։ Ագահ մարդը երկնքի արքայություն չի մտնի։ Էլ չեմ ասում մնացած բաները, որ շատ ահավոր մեղքերի թվարկումներ են։ Եվ սա Տեր Հիսուսի ասածն է, որ ինձ Տեր ասելով չեք մտնելու երկնքի արքայություն։ Եթե քո կյանքում կա մեղք, պիտի լինի ապաշխարություն։ Ապաշխարության ավետարաններ Տերը քարոզում։ Ապաշխարեք, թե չէ կկործանվեք, սա նրա խոսքերն են։ Եթե չկա ապաշխարություն, այսինքն մեղքի դեմ պայքար, մեղքից հեռանալու որոշում, եթե քո կյանքում չի գալիս այն գիտակցությունը, որ ես այսօրվանից սկսած, երբ որ ապաշխարում եմ, իմ կամքը չեմ կատարելու, քո կամքն եմ կատարելու, իմ պատկերացումներով չեմ ապրելու, քո խոսքի ճշմարտության պատկերացումներով եմ ապրելու։ Եթե չի գալիս այս ապաշխարությունը, Պողոս առաքյալն ասում է՝ մի խաբվեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Մեղքը սատանայի բնույթն է, որ ինքը փոխանցում է մարդկանց։ Առաջի Հովանու 3:8-ում գրված է, որ սատանան հենց սկզբից մեղանչեց։ Գիտենք, որ երկնքում սատանան հպարտացավ, Եսայիա մարգարեության 14-րդ գլուխն է նկարագրում սա, Եզեկիել 28-ը, հպարտացավ եւ լինելով սուրբ հրեշտակներից մեկը եւ ամենագեղեցիկ, ամենազորավոր իշխանությամբ օժտված հրեշտակը, ինքը հպարտացավ եւ փորձեց իր կամքը Աստծո կամքից վեր դնի։ Եվ այսօր էլ մարդկանց դա է սովորեցնում։ Քո կամքը Աստծո կամքից վեր դիր։ Քո պատկերացումը Աստծո պատկերացումից վեր դիր։ Հենց սա է մեղքը, սիրելիներ։ Եվ մեղքը ծնվել է ազատ կամքի պատճառով։ Ազատ կամքը հրաշալի է, ազատ կամքը Աստված տվել է մեզ, որ մենք սիրենք իրեն, առանց ազատ կամքի չկա սեր, որովհետև սերը դա ընտրությունն է, դիմացինին հաճեցնելու ընտրությունը, բայց ազատ կամքը նաև մեզ հնարավորություն է տալիս մեզ հաճեցնելու ընտրություն անել եւ դիմացինին ցավեցնել, եւ դիմացինը Աստված է, սա դառնում է ապստամբություն եւ մեղք։ Սատանայի ընկնելուց հետո, գիտեք Եվայի պատմությունը, գիտեք Ադամի պատմությունը, եւ Հռոմեացիս 5:12-ում գրված է, որ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, Ադամի միջոցով եկավ եւ բոլոր մարդկանց վրա տարածվեց։ Մեղքի
հետևանքը մահն է։ Մեղքը ինքը հետևանք է մարդու ազատ կամքի ընտրության, երբ որ մարդը ընտրում է չարիք, հնազանդության փոխարեն ապստամբությունը, եւ միշտ մեղքը ունի իր մեջ կամ մոլորություն, կամ գայթակղություն, ցանկացած մեղք, կամ մոլորվում ես չհասկանալով գնում ես սխալ ուղղությամբ, կամ գայթակղվում ես եւ գնում ես քո մարմնի ու մտքի ցանկությունների ուղղությամբ։ Մեղքի հետևանքները։ Մեղքը առաջացնում է մեղավորության զգացում։ Ովքեր գիտեն, իսկ կարծում եմ բոլորը գիտեն ինչա դա, սա ծանրագույն ճնշում է մարդու հոգում։ Երբ որ դու մեղքի կյանքով ես ապրում, կամ քո կյանքում կա հարատև մեղք, որից չես ապաշխարում, ինքը մեղավորության զգացում է բերում քո սրտի մեջ։ Առաջին Հովհաննես 3:21-ում ասում է, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք դատաստանի օրը։ Եբրայեցիս 9:14-ում գրված է, որ Քրիստոսի արյունը մաքրում է մեր խիղճը։ Երբ որ մենք ապաշխարում ենք, արտաքինից ոչ մի բան տեղի չի ունենում, բայց քո սիրտը մաքրվում է, որովհետև եթե անգամ մարդիկ դեռ չգիտեն, որ դու փոխվել ես, Աստված գիտի, որ այս սրտի մեջ այլևս մեղքի հանդեպ, այն մեղքը, որի մեղավորության զգացումը քեզ ճնշում էր, հիմա Տերը տեսնում է պայքարդ եւ Տերը ասում է, ես քեզ չեմ մեղադրում, ես քեզ չեմ դատապարտում։ Երբ որ դու հավատք ունես Աստծո խոսքի նկատմամբ, շատ մարդիկ ապաշխարելուց հետո էլ, քանի որ չեն հավատում Աստծո խոսքին, մեղավորության զգացումը չի անցնում։ Իրանք ապաշխարել են, բայց անընդհատ հիշում են իրենց մեղքը ու ասում են, ես վատն եմ, ես անարժան եմ, ես իրավունք չունեմ, անգամ եկեղեցի գալու, ասում եմ, ինչ է եղել։ Բայց գիտես, ես ինչ վատն եմ եղել։ Բոլորս էլ վատն ենք եղել։ Հիմա ապաշխարել ես, Աստծո խոսքը ասում է, քո շնորհիվ երկնքում ուրախություն է։ Քրիստոսի արյունը մաքրում է քեզ։ Քո խիղճն է մաքրում։ Ինչու չես հավատում այս խոսքերին։ Մեղքի հետևանքը մեղավորության զգացումն է, բայց ապաշխարությունը, մեղքից հեռանալու որոշումը մաքրում է մեր խիղճն էլ, մեր սիրտն էլ այդ մեղավորության զգացումից։ Մեղքի հետևանքը կեղտոտվածության զգացումն է։ Ոնց որ մարդը ոնց է իրան զգում, որ մաքրասեր մարդը, ոնց է իրան զգում, որ երկար ժամանակ չի լողանում, ասենք, չգիտեմ, բանակում ծառայելուց կամ ինչ-որ գործի մեջ, չգիտեմ, գործուղման ժամանակ, ինչ-որ բան է տեղի ունենում, որ լույս չկա, ջուր չկա, չգիտեմ, այնպիսի իրավիճակում ես, որ սովորաբար քո լողանալու ժամանակից, ասենք, 2 անգամ ավելի շատ է անցել։ Ինչ զգացողություն ունես։ Այդ կեղտոտվածության զգացողությունը մեղքը բերում է հոգևորապես մարդու կյանքում։ Բայց Քրիստոսի արյունը սրանից էլ է մեզ մաքրում։ Առաջին Հովհաննես 1:7 եւ 9 խոսքերը, եթե մենք խոստովանում ենք, եթե մենք լույսի մեջ ենք բերում, ոչ թե թաքցնում ենք այդ մեղավորության զգացումը եւ այդ կեղտոտվածության զգացումը մնալու է։ Բայց հրաշք է տեղի ունենում, երբ որ ապաշխարում է մարդը, լույսի մեջ է բերում, խոստովանում է։ Քրիստոսի արյունը սրանից էլ է մեզ ազատում։ Եվ ամենածանր հետևանքը, սրանք զգացողություններ էին, թե մեղավորության զգացումը, թե կեղտոտվածության զգացումը, սրանք զգացումներ են, որոնք ճնշում են մեզ։ Բայց մեղքի ամենամեծ հետևանքը դա անեծքն է եւ մահը։ Մեղքի բարձկը մահ է, Հռոմեացիս 6:23։ Եվ մահը, ինչպես որ Սատանան խաբեց Եվային, ասեց կեր ու կտեսնես, որ չես մեռնի, այսինքն ինքը այսպես դանդաղ մահ էր, մահը որ գալիս է, միանգամից չի գալիս, գալիս է գողանում է քեզանից կյանքը, գողանում է քեզանից ուրախությունը, գողանում է քեզանից խաղաղությունը, այդպես մեղքի մեջ մահ կա, բայց չվախենաք, եթե դուք, ասենք, սայթակել եք մեղքի դեմ պայքարում եք, այդ մահը չկա, մահը կա այն մեղքի մեջ, որը դուք սիրում եք, որը թաքցնում եք, որը արդարացնում եք, որ մենք խոստովանում ենք, որ մենք պայքարում ենք, այդ թույնը չի գալիս մեր կյանքի մեջ,
որովհետև Տերը քեզ առանձնացված է տեսնում։ Ընդհանրապես հավատացյալները հավատք չունեցողներից տարբերվում են սրանով։ Ոչ թե եկեղեցի գալ չգալով, ոչ թե Աստվածաշունչ կարդալ չկարդալով, այլ Աստծու կամքի հանդեպ իրենց վերաբերմունքով։ Հավատացյալը այն մարդն է, որ հավատում է, որ Աստծու խոսքը Աստծու կամքն է մեզ փոխանցում։ Հավատում է Քրիստոսի ասածներին, սրանով է դառնում հավատացյալ։ Իսկ հավատքը կենդանի է, Հակոբոս առաքյալն է մեզ սովորեցնում, հնազանդությամբ։ Որտեղ է բնակվում մեղքը։ Հիշում եք Տեր Հիսուսի խոսքերը, մարդու ներսից, մարդու սրտից են դուրս գալիս։ Մեղքը բնակվում է ճիշտ այնտեղ, որտեղ պիտի հավատքը բնակվի։ Սրտի մեջ։ Եբրայեցիս 3-րդ գլխի 12-ից 14 հատվածը ընթերցենք, տեսեք եղբայրներ, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ չար սիրտ չլինի եւ հեռանա կենդանի Աստծուց, այլ ամեն օր միմյանց հորդորեք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա, քանի որ մասնակից եղան Քրիստոսին, ուստի հավատքը սկզբից մինչև վերջ հաստատում պահենք, քո սրտում կամ մեղքն է, կամ հավատքը։ Եվ մենք պիտի ուշադիր լինենք, որ այս զգուշացումը վերցնենք, որ անհավատ ու չար սիրտ չլինի մեր ներսում, որ մեզ հեռացնելու է Աստծուց, չկարծրանա մեղքի խաբեությամբ։ Ղուկաս 6:45-ում Տերը սովորեցնում էր, որ բարի մարդը իր բարի սրտից բարի բաներ է բխեցնում, չար մարդը չար սրտից չար բաներ։ Ինչով որ սիրտն է լցված, դա էլ դուրս է գալիս այնտեղից։ Եվ ասում էր, ծառը պտուղից եք ճանաչում, եւ անմիջապես այդ խոսքերից հետո ասում էր, ինչու եք ինձ Տեր ասում, բայց չեք անում այն, ինձ ձեզ պատվիրում եմ։ Հավատքը սա է, որ մենք անենք այն, ինչ որ Տեր Հիսուսը մեզ պատվիրում է։ Մեղքը բնակվում է մարդու սրտում։ Եվ գիտեք, հենց սա է, որ թույնը, այդ մահը չի գա քո կյանքի մեջ, եթե քո կյանքի մեղքերը սրտումդ չեն։ Այսինքն դու դա անում ես, բայց սայթաքելով, բայց անմտությամբ, պայքարում ես դրա դեմ, բայց սրտիդ մեջ դա չկա։ Եթե դու մի բանի դեմ պայքարում ես, դա քո սրտում չի։ Դա քեզանից դուրս է, գալի կպնում է քեզ, դու վանում ես, գալի կպնում է, դու վանում ես։ Իսկ եթե քո սրտում է, դու էդի փայփայելու ես։ Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Մարդ կա, որ իր համար իր մեղքը իր գանձն է։ Անկամ փող է տալիս մեղք գործելու համար։ Անկամ ծրագրում է, գծում է, գրում է, ջնջում է, ինչպես մեղք գործի։ Թաքուն, որ ոչ ոք չիմանա։ Գանձի պես դողում է մեղքի վրա։ Եվ այս մեղքը բնականաբար է այստեղ սրտում։ Իսկ մարդ կա, որ կեղտոտվում է, մտածում է ոնց անի, որ շուտ մաքրվի։ Հասկանում եք, երբ որ գրված է մեղքի վարձքը մահն է, այն որ դրսից գալի կպնում է, դա քեզ չի վնասում, այն որ սրտումը դա այդ դա է քեզ վնասում։ Մեղքը անպայման չի, որ արարք լինի։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, դա կարող լինի ցանկություն, դա կարող լինի վերաբերմունք, դա կարող լինի փափագ, որ անգամ շատ է ուզում գործես այդ մեղքը, բայց հնարավորություն չկա գործելու, սա արդեն հաշվում է մեղք։ Մեղքի պատիժը։ Երբ որ գրեցի, որն է մեղքի պատիժը։ Միտք եկավ, որ ուղղակի ասեմ, ուսումնասիրեք, քանի տեղ է Տեր Հիսուսը ասում, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը։ Լաց եւ ատամների կրճտոց։ Ահա սա է մեղքի պատիժը։ Եվ որպեսզի հասկանանք ինչ ահավոր է մեղքի պատիժը, հավիտենական տանջանքը Մատթեոս ավետարան 9-րդ գլխի 44, 46, 48 խոսքերում Տեր Հիսուսը 3 անգամ կրկնում է, որ այնտեղ որդը չի մեռնում, կրակը չի հանգում։ Այսինքն տանջանքի վայրում դա հավիտենական տանջանքն է։ Չկա վերջ։
Հայտնություն 14:11-ում բոլոր այն մարդիկ, ովքեր կգնան հակաքրիստոսի ճանապարհով, կընդունեն դրոշմը, կերկրպագեն իր պատկերին, գրված է, որ իրանք էլ կգնան այստեղ, որտեղ լացնա ու ատամների կրճտոց է, եւ գրված է գիշեր ու զոր հավիտյան կտանջվեն։ Գիտեք, մոլորեսնողներ կան, որ ասում են հավիտյան չի լինի տանջանք, ոնց կարա հավիտյան լինի։ Մարդը մեռնում է, դա արդեն տանջանքն է։ Վերջ, մեռավ, դադարեց գոյությունից։ Ինչ որ Աստվածաշունչը տես չի սովորեցնում։ Ինչու ենք մենք տրամաբանությունը բերում դնում ավելի վեր, քան Աստվածաշունչը։ Տերը ասում է մեծ պատիժ կա մեղքի համար, դրա համար ես մեծ գին եմ վճարել, որ դուք այս պատժից ազատ լինեք։ Ինչու ենք մենք պատիժը մեղմացնում։ Որ Աստվածաշունչը խոսում է հավիտենականի մասին, Տեր Հիսուսը խոսում է հավիտենականի մասին։ Ինչու ենք մենք ասում հավիտյան չի կարող լինել պատիժ։ Երևի շատ ենք վախում դրանից, դրա համար ենք մեղմացնում, բայց մենք մեղմացնենք, չմեղմացնենք, այնտեղ բան չի փոխվելու։ Երբ որ մենք հասկանում ենք ինչ ահավոր է մեղքի պատիժը, մենք հասկանում ենք ինչքան մեծ գին է Աստված վճարել, որ մեզ այդ ահավորությունից ազատի։ Առաջին Պետրոս 3 գլուխ 17-23 ընթերցենք։ Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով, որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի արդար անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի։ Թեև նա մարմնով մեռավ, սակայն հոգին սակայն նրան կենդանի պահեց, որով եւ գնաց բանտում եղող հոգիներին քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը, քչերն էին, այսինքն 8 հոգի, որ փրկվեցին։ Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Նա երկինք է գնացել եւ Աստծու աջ կողմում է, եւ նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները եւ զորությունները։ Սիրելիներ, Տեր Հիսուսը խաչի վրա վճարեց մեր մեղքերի փոխարեն։ Եթե մեր սիրտը ուղիղ է, եթե մենք հասկանում ենք ինչա մեղքը, եթե մենք գիտակցում ենք, որ մեղքը հոգևոր մահ է բերում մարդու կյանք, որ մեղքը կյանքի տառապանքներ է բերում։ Հիշում եք հաղորդությանը անարժանաբար մոտեցողների կյանքում ցավ, հիվանդություն եւ անգամ մահ, նաեւ ֆիզիկական մահ, նաեւ հավիտենական տանջանք։ Եթե մենք գիտակցում ենք այս ամենը, եթե մենք հասկանում ենք մարդը, եթե հասկանում է, որ մեղքը դա Աստծուն հակառակ պահվածքն է, Աստծուն հակառակ վարքագիծը, Աստծուն հակառակ որոշումները։ Տերը ասում է, այսօր քո առաջ եմ դնում կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը, հետո հուշում է տալիս, ընտրիր կյանքը, որ ապրես։ Եվ կյանքը դա նրան հավատալն է, նրա պատվիրաններով ապրելը։ Եթե մարդը հասկանա այս ամենը ու նվիրվի նրա կամքը ճանաչելու, ոչ թե շատերը այսպես են ասում, այս քարոզիչը սենց ասում, այս մյուս քարոզիչը սենց ասում, այս եկեղեցին սենց ասում, այն մյուս եկեղեցին նենց ասում, ինչ իմանանք, որ նա ճիշտ Աստվածաշունչն է։ Եթե դու նվիրվես Աստծու կամքը իր խոսքի մեջ ճանաչելուն եւ այդ կամքին հնազանդվելուն, անգամ եթե քո մոտ ամեն ինչ կատարյալ կերպով չստացվի, Աստված տեսնելու է քո սիրտը, որ հավատք կա իր հանդեպ, եւ իր շնորհքն է ուղարկելու, որ քեզ զորացնի, իր շնորհքն է ուղարկելու, որ քեզ հասունացնի հոգեվոր կյանքում, իր շնորհքն է ուղարկելու, որ քեզ բժշկի, քո միտքը ամրացնի, քո միտքը հաստատի իր խոսքի սկզբունքների վրա։ Եվ ինքը նայելու է քեզ ու ասելու է դու աշխարհի մարդկանց պես չես, դու առանձնացած ես, դու մեղքի հանդեպ իմ ուզած վերաբերմունք ունես, իսկ աշխարհի մարդիկ մեղքի հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեն, իրանք սիրում են մեղքը եւ արդարացնում են մեղքը, իսկ դու ուրիշ վերաբերմունք ունես, առանձնացված ես նրանցից, դու իմն ես, քո վրա իմ կնիքը կա,
Դու կատարյալ չես, բայց դու իմն ես։ Գիտեք սրբությունը ինչ է։ Սրբությունը Տիրոջ համար առանձնացված լինելն է։ Ոչ թե որ հովիվն է այդպես ասում։ Հովիվը կարող քաջալերի քեզ ասի դու առանձնացած ես Տիրոջ համար, որովհետև գալիս ես եկեղեցի։ Եկեղեցի գալով չկա փրկություն։ Եկեղեցի գալը Տիրոջ պատվերն է, բայց չկա դրանով փրկություն։ Դու առանձնացած ես, որովհետև զորավոր կերպով ծառայում ես Տիրոջը։ Ծառայելով էլ չկա փրկություն։ Ծառայությունը Տիրոջ պատվերն է, բայց գործերով փրկություն չկա։ Փրկությունը հավատքով է։ Հավատում ես իր խոսքին։ Դա երևում է մեղքի հանդեպ քո վերաբերմունքի մեջ։ Ասում եմ, ընդամենը վերաբերմունք փոխվեց, պայքար, Եբրայեցիս թղթում է գրված արյուն թափելու չափ պայքար, նայեք Քրիստոսին գրված է, որ մրցասպարեզը վազեց, եւ դեն գցեք ձեզ հեշտությամբ պաշարող մեղքը։ Ու նայեք Քրիստոսին, սովորեք իրենից։ Վերջին հատվածը կարդամ եւ կանգնենք աղոթքի։ Հաջորդ դասը մեր վերջին դասն է լինելու մարդաբանության եւ շատ հրաշալի վերնագիր ունի շնորհը եւ մարդու հավիտենությունը։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 17 եւ 18 խոսքեր։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որ ձեզ ավանդվեց։ Խնդրում եմ հասկանանք սա։ Պողոս առաքյալն ասում է, դուք մեղքի ծառաներ էիք, բայց ձեզ եկավ ճիշտ ուսուցում եւ դուք հնազանդվեցիք այդ վարդապետության օրինակին։ Ուրեմն մեղքից ազատվելով ծառա դարձաք արդարությանը։ Առաջ մեղքի ծառաներ էինք, հիմա որ հասկացանք ինչ է մեղքը, ճիշտ ուսուցում ընդունեցինք, ոչ թե այն ուսուցումը, որ հաճելի է մեր ականջին։ Վերջին ժամանակներում այդպիսի մարդիկ են լինելու, որ փնտրելու են քարոզիչներ ու լինելու են այդ քարոզիչները, որոնք քարոզելու են ինչ որ մարդուն հաճելի է։ Ես կփնտրեմ այն եկեղեցին, որ իմ ուզած վարդապետությունը, այսինքն իր մեջ արդեն կա վարդապետությունը, ինքը փնտրում է այն եկեղեցին, որը իր ուզած վարդապետությունն է քարոզում։ Ոչ թե փնտրում է այնպիսի եկեղեցի, որը Աստվածաշնչի վարդապետությունն է քարոզում։ Մեղքի ծառաներ եք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որ ձեզ ավանդվեց, ուրեմն մեղքից ազատվելով ծառա դարձաք արդարությանը։ Ահա մեղքի եւս մեկ որակ, մեղքից հնարավոր է ազատվել, մեղքից հնարավոր է մաքրվել։ Մեղքի բերած մեղավորության զգացումը, ինչպիսի մեծ մեղք էլ գործած լինես, Քրիստոսի արյունը քո խղճից կարա մաքրի։ Քեզ ամբողջովին քո մեղքերից ու հանցանքներից կարա մաքրի, քեզ սպիտակ բեհես կարա հագցնի Տերը։ Եթե այս եթեն ամենակարևորն է, որ մարդը սխալ է հասկանում։ Գիտեք, աշխարհի մարդկանց բավականին ստվար զանգված, ասում է ես կուզեի այդ կյանքով ապրել, բայց դա հնարավոր չի, որովհետև սխալ են պատկերացնում, մտածում են հավատացյալ դառնալը դա արդեն դու կատարյալ պիտի լինես ու ոչ մի սխալ չգործես։ Իրանք սխալվում են։ Աստվածաշունչը այդպիսի բան չի պահանջում քեզնից։ Աստվածաշունչը ասում է այստեղից քո սրտից հանի մեղքը։ Քո սրտում դիր իմ կամքին հնազանդվելու փափագը։ Եվ ես կտեսնեմ դա։ Եթե բոլոր մարդիկ քեզ մեղավոր համարեն, ես կտեսնեմ քո սրտի փափագը, որ ուրիշ ոչ ոք քո սիրտը չի տեսնում։ Եվ ես քեզ արդար եմ հայտարարել, որովհետև դու ճշմարիտ վարդապետությանը հնազանդվեցիր, ազատվեցիր մեղքից եւ հիմա արդարության ծառա ես։ Ցավոք սրտի մարդաբանության առարկայի անբաժան մասնիկն է նաեւ մեղքը։ Մենք պիտի իմանանք ինչ է մեղքը, ինչպես ազատվենք եւ շնորհքի թեմայի մեջ հաջորդ դասին ավելի մանրամասն կասեմ, թե ինչպես է մարդը այդ շնորհը ընդունում իր կյանքում եւ զգուշացում կա Աստվածաշնչում, ասում է հանկարծ զուր տեղը շնորհը ընդունած չլինեք, որովհետեւ շնորհը ընդունելուց հետո մենք պիտի կրկին շարունակենք ապրել Աստծուն հաճելի կյանքով։ Եվ սա է մարդկանց բաժանում երկու մասի։
Մարդիկ կան, որ ապրում են իրենց հաճելի կյանքով, մարդիկ կան, որ ապրում են Աստծուն հաճելի կյանքով։ Եվ ձգտումդ քեզ դարձնում է այսպիսի մարդ։ Թե այն ուղղությամբ, թե այն ուղղությամբ։ Կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք, Տեր, քո ճշմարտությունների համար, քո խոսքի համար, այս վարդապետության համար, որ Աստվածաշունչն է մեզ փոխանցում, եւ հատուկ աղոթում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր մեղքի պատճառով կուրացել են, Տեր, ստությունների ու մոլորությունների են հավատացել, հատկապես այն մարդկանց, ովքեր այդ կեղծ շնորհքի վարդապետության զոհերն են, այդպիսի քարոզներ են լսում եւ այդպիսի եկեղեցիներում են, Տեր, քո խոսքն ասում էր, որ կույրերը կույրերին, կույր առաջնորդները կույր հետևորդներին հասցնելու են անդունդը։ Ահա, Տեր, գիտեմ, որ ամեն մեկը թանկ է քեզ համար եւ աղոթում ենք, որ դու լուսավորես մարդկանց աչքերը, թե առաջնորդների, թե հետևորդների, որ հասկանան քո պատվիրանները, հասկանան նոր կտակարանի ուսուցումները եւ ինչպես գրված է հենց նոր կտակարանում ահով ու դողով գործեն իրենց անձերի փրկությունը։ Տեր իմ Աստված, դու ասում ես, ով ինձ սիրում է, իմ պատվիրանները կպահի, եւ աղոթում եմ, որ քո հոգին այսօրվա դասը եւ աստվածաշնչյան խոսքերը կենթանացնի քո զավակների սրտերում եւ ապաշխարություններ լինեն եւ նվիրումներ, վերականգնում եւ սրբության ընթացքով ապրելու որոշումներ։ Թող քո սուրբ անունը փառավորվի։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։